Պարոն Գրիգորյան, երեկվա դարձավ, որ փակվել է ԵԱՀԿ Երևանյան գրասենյակը, ինչպես է գնահատում այս փաստը։ Մենք պետք է հասկանանք, ում հետ գործ ունենք։ Ադրբեջանը այսօր ագրեսիվ, ոչ կանխատեսելի, անկանխատեսելի երկիր է, որը շատ ագրեսիվ քաղաքականություն է վարում, ու երբ որ գնում ենք բանակցությունների, մինչև գնալը պետք է մտածենք իմաստունի բանակցելու գնալ, թե չէ։ Ինչ է կորցնում Հայաստանը գրասենյակի փակվելու փաստով, չէ՞ որ Հարավային Կովկասում Հայաստանը միակ երկիրն էր, որտեղ ԵԱՀԿ-ն գրասենյակ ուներ։ Մեզ մոտ փակելը կորուստ է, պարզա մեզ համար լուրջ, գիտեք, մի քանի ասպեկտներով կորուստ է։ Առաջինը, այդ գրասենյակը ի վերջո ունի աշխատակազմ, դա Հայաստանի քաղաքացիներն են այնտեղ աշխատում, բացի դիվանագետներից, դա ինչ որ ֆինանսական ռեսուրսներն են, չէ, ԵԱՀԿ-ի գրասենյակը լուրջ ծրագրեր են իրականացնում, նաև այդ թվում քաղաքացիական հասարակության հետ կապված, ուրեմն դա մեծ կորուստ է, ասենք, նաև այդ թվում ֆինանսական, նաև այդ թվում գաղափարախոսական, նաև այդ թվում ծրագրային, դա իրոք Հայաստանի համար կորուստ է։ Մենք չունենք նավթ ու գազ, մենք ունենք խելք, մարդկային ռեսուրս ու մարդիկ այնտեղ աշխատում էին, իրենց դրսևորում էին։ Բացի դրանից, մեծ կորուստ է, քանի որ կապը ԵԱՀԿ-ի հետ այդպես ինտենսիվ չի լինի։ Պարզը Հայաստանը անպայման պետք է ամեն ինչ անի, շարունակի ԵԱՀԿ-ի հետ աշխատել ու նաև ծրագրեր իրականացնել։ Բայց դուք հասկանում եք, մեկ բան է, երբ որ Երևանում կան գրասենյակ, մյուս բանը, երբ որ չկա։ Ուրեմն մեր կապը կարող է ինչ որ չափով թուլանա ԵԱՀԿ-ի հետ ու ես առաջարկում եմ իշխանություններին ձև գտնել այնուամենայնիվ ակտիվ շարունակել աշխատել։ Այո, մեզ համար դա կորուստ է եւ գաղափարախոսական իմաստով եւ միջազգային կառույցի հետ ակտիվության աշխատանքի տեսանկյունից եւ ֆինանսական տեսանկյունից։ Այո, դա մեզ համար դա կորուստ է։ Բայց այնուամենայնիվ ես մեկ բանից շատ զարմացած եմ։ Գիտեք, ԵԱՀԿ-ում կան որոշիչ երկրներ, մեծ գաղտնիք չի, որ ԵԱՀԿ-ի կառուցվածքը ոնց է ԵԱՀԿ-ն ստեղծվել, երբ որ Արևմուտքը ու Ռուսաստանը այն ժամանակ սովետական միությունը սկսեցին համագործակցել։ Ու երկու գլխավոր խաղացող կա՝ Միացյալ Նահանգները եւ Ռուսաստան։ Նու պարզա նաև Գերմանիա, Մեծ Բրիտանիա մեծ խաղացողներ են, բայց գլխավորը Միացյալ Նահանգները Ռուսաստանն է։ Ու ես շատ զարմացած եմ, որ իրանք չկարողացան այդպես խոսել Ադրբեջանի հետ, որ Ադրբեջանը հետ կանգնի իր այդ ձևի դեստրուկտիվ մոտեցումից։ Շատ զարմացած եմ, քանի որ այդ կազմակերպությունը եւ Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը այսօր պետք է այս ձևի գրասենյակի փակում, սահմանափակում ԵԱՀԿ-ի ազդեցություն Հարավային Կովկասում, այլ երկրներում, այլ ռեգիոններում ի վերջո կբերի նրան, որ այդ կքանդվի կարևորագույն անվտանգության համակարգը։ Զարմացած եմ դիրքորոշումից։ Օրինակ, դուք գիտեք, որ Միացյալ Նահանգները արձագանքեցին, ափսոսանք հայտնեցին, բայց գիտեք, դա քիչ է ափսոսանք հայտնելը։ Թող դատապարտեին Ադրբեջանին։ Նույնը, երբ որ նոր սկսվեց այդ պատմությունը, հիշում եք, Մեծ Բրիտանիայի կառավարությունը ափսոսանք հայտնեց, ափսոսանքը քիչ է։ Վերցրեք դատապարտեք։ Ինչ է նշանակում, որ Ադրբեջանում դեմ են, որ մեզ մոտ ժողովրդավարության հետ կապված ԵԱՀԿ գրասենյակը տրեյնինգներ անցկացնի։ Զարմացած եմ, այդ պետք է դատապարտես։ Եթե չես դատապարտում, պարզա, որ վաղը Թուրքիան էլ ընդհանրապես դուրս կգա ԵԱՀԿ-ից, վաղը չէ մի այլ երկիր այդ պարտավորությունը, որը ստանձնեց ԵԱՀԿ-ի շրջանակներում, այդ պարտավորությունից դուրս կգա ու իրոք աշխարհում լարվածությունը ել ավելի կմեծանա ու այս մեր մեծ տարածաշրջանում, չէ, եվրասիական, եվրոպական տարածաշրջանում, եվրոատլանտյան տարածաշրջանում։ Զարմացած եմ մեծ խաղացողների դիրքորոշումից։ Պարոն Գրիգորյան, դուք մեծ խաղացողների բաց թողումն եք միայն տեսնում գրասենյակի փակման հարցում, թե այստեղ կա նաև Հայաստանի արտաքին գերատեսչության բացը։ Նու նախ մեծ խաղացողների։ Պարզա Ադրբեջանը ինչու համարձակվեց դա անել։ Քանի որ այսօր Ռուսաստան արևմուտք լարված հարաբերություններ են։ Ինքը իրանք տեսակ ինչ նուրբ խաղացին այդ լարերի վրա։ Մենք գիտենք,
Եվրոմիություն Ռուսաստան, ՆԱՏՕ Ռուսաստան շատ լարված են հարաբերությունները։ Գիտեք, 10 տարի առաջ անհնար կլիներ, որ Ադրբեջանը այս դեպի լկտի պայի իրան, երբ որ դեր համագործակցությունը կար, Եվրոմիություն Ռուսաստան, ՆԱՏՕ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ Ռուսաստան։ Հիմա կադի որ լարված են, վատ են հարաբերությունները, սրանք լկտի անում են։ Բայց ես զարմացած եմ մեր դիվանագիտությունից, գիտեք ինչ առումով։ Իմ կարծիքով մի փոքր ավելի դինամիկ պետք է լինեն։ Հա, եթե նայում եք ինչ որ հայտարարություն, ամեն ինչ ճիշտ են, բայց գիտեք կանխարգելիչ քայլեր պետք է անեն։ Օրինակ ես ուղղակիորեն կապում եմ այս վերջնական որոշումը փակել, դա այն սխալի հետ, որ Հայաստանը գնաց հանդիպանը Մոսկվա։ Այն գիտեք, մի քանի օր առաջ Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Մամեդյարովի հետ Ռուսաստանի նախաձեռնությամբ։ Հետո նաև համանախագահող երկրների երյակի հետ հանդիպում էր, դա կարևոր չի։ Ռուսաստանը նախաձեռնեց, մենք գնացինք։ Դա լրջագույն սխալ էր այլ պատճառով էլ, բայց դա բերեց նրան, որ ավելի լկտիացավ Ադրբեջանը։ Ես չեմ բացառում, որ պետք չէր գնար։ Այդ դեպքում Ադրբեջանը մտավախություններ կունենար, սպասելիքների մեջ կլիներ, միգուցե վերջնական չէ որոշի փակելու։ Հասկանու՞մ եք, ես ցավում եմ, որ հաճախ մենք պետական ինստիտուտները ոչ միայն արտադրական, գիտեք, դանդաղաշարժ ենք։ Ի վերջո, այդ կոմպանիան կապված այդ արգումենտները, որ ես բերեցի, բոլոր եվրոպական երկրները մտահոգված են, ակնհայտ է, բայց իրանց հետ պետք է աշխատես, որ իրանք դատապարտել, չէ՞ Ադրբեջանին։ Իրանց հետ պետք է աշխատես, որ դատապարտել, չէ՞ Ադրբեջանին։ Ես համոզված չեմ, որ այդ պատշաճ աշխատանքը կատարվում է։ Հիմա համոզված չեմ, քանի որ գիտեք, երբ որ ես շփվում եմ եվրոպացի դիվանագետների հետ, ակնհայտ երևում է, որ շատերը Ադրբեջանի քաղաքականությունից դժգոհ են։ Ես չեմ խոսում դիվանագետների հետ, ովքեր ստեղ են աշխատում Հայաստանում։ Ես նկատի ունեմ տարբեր երկրներում աշխատող դիվանագետներին, դուք գիտեք, ես շատ ու շատ միջոցառումներին մասնակցում եմ ու խաչվում եմ շատ ու շատ հայտնի բարձր աստիճան դիվանագետների, գրեթե բոլոր եվրոպական երկրների։ Ակնհայտ երևում է, որ սիմպաթիան մեր նկատմամբ ավելի բարձր է, Ադրբեջանի նկատմամբ ավելի քննադատական է այդ մարդու իրավունքների ոլորտի հետ կապված։ Ես կարծում եմ մենք դա չենք օգտագործում, ես դա ցավով եմ ասում։ Մենք չենք օգտագործում։ Այո, ինչ որ հայտարարություն Հայաստանը անում է, բան չեմ ասում, բայց գիտեք, պրևենտիվ քայլեր էլ պետք է արվի։ Միտքս ինչու՞մ է։ Ավելի նախաձեռնող քաղաքականություն պետք է վարես ու ես նկատի չունեմ ոչ միայն արտգործնախարարությունը, այլ պետական ինստիտուտ, ավելի նախաձեռնող, նույն պրեզիդենտական պետական ինստիտուտը, չէ՞, դեր գործում է ու կարևորն է, չէ՞, պարլամենտի ավելի ակտիվ, որ այս ձևի վիճակի մեջ չընկնես։ Ես այսօր կարող եմ ասել, որ Ադրբեջանը էլի բաներ նախատեսել են։ Էրի իրանք ինչ որ պրովոկացիոն բաներ այլ կառույցներում մեր նկատմամբ էլի նախատեսել են։ Հիմա մենք սպասում ենք, իրանք հարվածը տալիս ենք, մենք արձագանքում ենք։ Պետք է դադար տալ այս քաղաքականությանը, որ արձագանքային մենակ։ Ասում եք միջազգային կազմակերպությունները պարբերաբար քննադատում են Ադրբեջանի, բայց ստացվում է ամեն անգամ էլ Ադրբեջանը կարողանում է ինչ-որ դեպքերում հաջողության հասնել եւ անցնել Հայաստանին, եւ այս դեպքում էլ կարողացավ ի վերջո փակել գրասենյակը։ Ну ես չեմ կարծում, որ դա հաջողություն է։ Այնուամենայնիվ, փակեց, այո, բայց այնուամենայնիվ ֆիքսվում է միջազգային հանրությունում այդ իրանց դեստրուկտիվը։ Այդ դա պետք է օգտագործես։ Այ ֆիքսվեց, որ իրանք դեստրուկտիվ քայլ արեցին։ Ակնհայտ է, որ ոչ ոքի դա դուր չեկե։ Ես նույնիսկ մտածում եմ, որ նույնիսկ Ռուսաստանին կարող է դա դուր չգա։ Ռուսաստանին կարող է դուր չգա, որ Ադրբեջանը այդքան լկտիացավ, որ կարող է փակել իր ռազմավարական պարտների մոտ, ասենք ինչ որ գրասենյակ։ Ես չեմ բացառում դա նույնիսկ Ռուսաստան, բայց դու պետք է դա օգտագործես։ Լավ, այսօր փակեցին, մենք մի քիչ աղմուկ բարձրացրեցինք, հավաստիացնում եմ ձեզ, 2 օրից հետո ոչ ոք դրա մասին չի խոսալ։ Կամ մենք գնացինք, չէ, 28-ին ապրիլի համաձայնվեցինք, գնացինք, Ադրբեջանը դեստրուկտիվ էր, մերոնք ասեցին, հա, դեստրուկտիվ էր, մոռացանք։ Դու ամեն այդ առիթ պետք է օգտագործես անընդհատ, հետևականորեն։ Մենակ այդ դեպքում դու հաջողության կհասնես։ Պարզ է, որ ասենք նաև բանակը պետք է ուժեղացնես, բարի բախտաբար ստեղ լուրջ առաջընթաց ունենք, զարգացում դրական, ուժեղանում ենք սահմաններում եւ այդ հասկացանք, բայց դիվանագիտական ոլորտում, քաղաքական ոլորտներում դուք հասկանում եք, այդ ինչ լուրջ քայլ է, որ դու այլ երկրում փակում ես, վետոյի իրավունքը օգտագործում ես։ Դու գիտեք, ամբողջ աշխարհը դա բացասական է ընդունում։
Ես մի օրինակ հիշեցնեմ 96 թվականին, երբ որ դեկտեմբեր ամսին Լիսաբոնի գագաթաժողովում Լևոն Տեր-Պետրոսյանը վետոյի իրավունքը օգտագործեց ու ես համարում եմ ճիշտ արեց։ Հիշում եք ինչ որ բանաձև հակա Ղարաբաղյան պետք է ընդունվեր։ Ճիշտ արեց, բայց այնուամենայնիվ եւ լավ եմ հիշում ինչքան զայրացած են, նեղացած են, քննադատում են մեզ ամբողջ այդ ԵԱՀԿ-ի բոլոր առանց բացառության երկրները։ Նույնիսկ այն ով մեր նկատմամբ սիմպաթիայով է։ Գիտեք, երբ որ դու ամբողջ աշխարհի դեմ ես դուրս գալի, նույնիսկ եթե դու ճիշտ ես, միշտ դու կորուստ ես ուտեմ։ Հիմա ամբողջ աշխարհի դեմ դուրս եկավ Ադրբեջան։ Պետք է դա օգտագործես, դու պետք է դրա մասին անընդհատ ասես։ Բայց ես հավաստիացնում եմ ձեզ, այսօր կխոսան, վաղը կխոսան, վաղը չեմ այսօր ոչ ոք ոչ մի բան չի ասի, ես պաշտոնական Երևանի մասին եմ ասում։ Նաև պետք է արձագանք տա նախագահան Հայաստանի, նաև այդ հարցով նախագահան Հայաստանի պետք է հապկում խոսա, ԵԱՀԿ-ում խոսա, Եվրոխորհրդում խոսա, հասկանում եք, դուք պետք է օգտագործեք ամբողջ մեքենան բոլոր, դուք կարող ասել եք ինչ կապ ունի հապկը, հապկներ այն դաշինքն է, որտեղ մենք կանք, չէ։ Նույն ԵԱՀԿ-ում 10 անգամ պետք է ասես, բայց գիտեք, երբ որ դու ԵԱՀԿ-ի շրջանակներում Ռուսաստանի հետ միասին մի քանի քվեարկություններով մեկուսացած էիր լինում, դրա համար իշխանությունները հիմա չեն կարող, հասկացան, ԵԱՀԿ-ում դա ասել։ Դուք գիտեք հիշում եք, այդ Ղրիմի հետ կապված այնտեղ մի քանի քվեարկություններ էր ԵԱՀԿ-ում, որտեղ որ բոլորը իօկուտ Ուկրաինայի քվեարկում են, մենք մենակ Ռուսաստանի հետ դեմ ենք քվեարկում։ Այո, մենք այդ սխալների պատճառով այսօր չեն կարող խոսել բաց, խնդրեն, որ իրանց աջակցեն, քանի որ աշխարհը ասում է չհասկացանք։ Այդ երբ որ մեզ պետք է դուք մեզ չեք աջակցում, Ռուսաստանին եք, հիմա խնդրեք, որ Ռուսաստանը ձեզ աջակցի։ Ռուսաստանը չի աջակցում։